Երեք մի Yandex-ի տաքսու վարորդի հետ երթևեկում էինք եւ զրույցի բռնվեցինք եւ նա ամեն ինչում ըստ էության համաձայնվում էր, երբ մենք խոսում էինք տարբեր բնակավարների մասին, տնտեսության, նիկոլի կոռուպցիան, չգիտեմ, հազար մի տարբեր հարցեր, բայց պարզվեց, որ ամեն ինչում մեր հետ համաձայն է, բացի մի հարցից, ասաց դուք պրոռուսական ուժ եք։ Իսկ ես ուզում եմ, որ մենք Հայաստանը հայտնվի Եվրոպական միության մեջ։ Բայց կուզեի ես մեղադրանքին պատասխանել։ Նախ եւ առաջ հետաքրքիրն այն է, որ մենք պատմության մեջ եղել ենք ինչ ասես։ Երբ որ անկախություն բերեցինք, մենք հակառուսական կամ հակասովետական ուժ էինք, երբ որ Միացյալ Նահանգներ գնաց 1994 թվականին առաջին նախագահը եւ աննախադեպ պատիվների արժանացավ հյուրընկալելով Բլեր Հաուզում, որը հենց Սպիտակ տան դիմացի տունն է, այն ժամանակ մեզ անվանեցին արևմտամետ, հակառուսական, հետո երբ որ ստորագրվեց 1997 թվականի մեծ պայմանագիրը Ռուսաստանի հետ, բացի դրանից արդեն իրավական կարգավիճակ է տրվել ռազմական ռուսական բազային եւ այլն, մեզ սկսեցին էլի անվանել պրոռուսական, հետո արդեն նախագահի հրաժարականից հետո մենք 2000-ական թվականների ընթացքում ռիվ պրոարևմտամետ ուժ էինք, նախագահին անգամ արդեն պաշտոնաթող վիճակում Միացյալ Նահանգների նախագահ Քլինտոնն էր հրավիրել իր անվան գրադարանի բացման կապակցությամբ, այդ ժամանակ դառնանք էլին պրո-ամերիկյան, հակառուսական ուժ, հետո 2008 թվականին արդեն գլխավոր դատախազը ստացել էր հանձնարարություն մեզ հետապնդելու համար մարտի 1-ի դեպքերից հետո եւ գլխավոր մեղադրանքը այն էր, որ մենք պրո-ամերիկյան ուժ ենք, հակառուսական ուժ ենք եւ դատախազությունը հավաքում էր տվյալներ այդ ուղղությամբ։ Հետո 2013 թվականին մեզ նորից հայտարարեցին պրոռուսական ուժ, երբ որ մենք ըստ էության չընդդիմացանք այսպես կոչված մաքսային միության անդամագրությանը Հայաստանի եւ այսպես շարունակ մեզ պատկերել են եւ կամ պրոռուսական կամ պրոարևմտյան, չնայած եղել են ժամանակ, երբ որ մեզ պրոթուրքական են անվանել, ասենք երբ որ 1993 թվականին Տեր-Պետրոսյանը գնաց եւ այցելեց Օզալի Թուրքիայի նախագահ Օզալի թաղման հետարողակարգը մասնակցեց, այդ ժամանակ արդեն պրոթուրքական դառնանք։ Վերջը, ինչ ասես մեզ ասել են, բայց իրականում արդյոք մենք պրոռուսական ենք, կամ պրո-ամերիկյան, կամ պրո-ինչ-որ մի բան։ Ես գիտեք, ես բոլոր մարդկանց խորհուրդ կտայի նախ եւ առաջ ծանոթանալ մեր, ասենք, վերջերս, ընդամենը մարտի 14-ին մեր համագումարի ժամանակ ընդունված բանաձևին, որտեղ մենք հստակ ասում ենք մեր դիրքավորումը։ Ես ուզում եմ կարդամ այդ բանաձևի 3-րդ կետը, որը կոչվում է հավասարակշռված եւ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, կոմունիկացիոն ինտեգրացիա։ Ինչ ենք ասում մենք այս փաստաթղթում։ Արևմուտք, արևելք, գլոբալ աշխարհակաղակական հակամարտության մեջ Հայաստանը չպետք է որևէ կողմ բռնի, այլապես մեր երկիրը կվերածվի գերտերությունների միջև պայքարի կռվախնձորի եւ կենթարկվի հակառակորդ կողմի կործանարար պատժամիջոցների։ Մենք չկի դառնանք հակամարտող երկու ճամբարներից որևէ մեկի սատելիտը, որպես գոյատևման եւ զարգացման միակ միջոց պետք է ընտրվի բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացումը, Արևմուտք Ռուսաստան հակամարտության նկատմամբ չեզոքությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համագործակցության կամուրջ բոլոր շահագրգիռ կողմերի համար, հնարավոր է վստահելի հարաբերություններ ունենալ միաժամանակ եւ Ռուսաստանի, եւ Միացյալ Նահանգների, եւ Եվրոպական միության, եւ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ, եթե վարում ես իսկապես անկախ քաղաքականություն։ Բոլոր այս ուղղություններով բարելաված հարաբերությունների հիմքով հնարավոր է նաեւ ավելի ուժեղ դիրքերից խնդիրները արդյունավետորեն կարգավորել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Այսինքն սա մեր պաշտոնական դիրքավորումն է։ Հիմա մենք ինչ ենք։ Պրոռուսական ենք, պրո-ամերիկյան ենք, պրոթուրքական ենք։ Ես կարծում եմ, անիմաստ հատակ խոսակցություններ են եւ արդեն այն հանգամանքը, որ մեզ վերագրվում են այսքան իրար հակառակ ուղղություններ, ընդհանրապես մի բանի մասին է վկայում, որ իրականում մենք բացառիկ ուժերից մեկն ենք, որը իսկապես անկախական է։ Մենք անկախականներ ենք։ Եվ մենք հասկանում ենք, որ հանուն գաղափարախոսության կամ իշխանության պահպանման պետք չի
դառնալ ինչ որ մի ուժեղ ճամբարի սատելիտը եւ վնասել սեփական ժողովրդի շահերը։ Դրա համար մենք ասում ենք, մեզ պետք է համագործակցություն այն երկրների հետ, որոնք ուժեղ են կոնկրետ այն, ասենք, տեխնոլոգիաների առումով, որը մեզ հետաքրքիր է։ Օրինակի համար, եթե մենք խոսում ենք ատոմակայանների կառուցման մասին, հայտնի է, որ աշխարհում ամենալավ առաջարկը տալիս է Ռուսաստանը, եւ քանի որ մենք ունենք նաեւ հին համագործակցության փորձ Ռուսաստանի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում, շատ ճիշտ է, որ այդ համագործակցությունը շարունակվի։ Մենք ընդհանրապես լավ հիմնավորում ենք, թե ինչու ենք համարում, որ դա պետք է շարունակվի, մտեք կարդացեք մեր էներգետիկայի ծրագրերը, բայց միևնույն ժամանակ նույն էներգետիկա, մենք ասում ենք, որ մեզ պետք են ակումուլյատորներ, մեզ պետք է կուտակային հզորություններ մեր արևային էներգիան շարունակելու համար հզորացնել, եւ դրա համար մեզ պետք է համագործակցության Միացյալ Նահանգների, Նիդերլանդների, Գերմանիայի, Իտալիայի հետ։ Հիմա մենք ինչ ենք, պրոիտալական ենք, պրոնիդերլանդական ենք, պրոամերիկյան ենք, գիտեք, ես դառնում եմ հիմարություն։ Այսինքն մեր ասած ընդհանրապես հետևյալն է, մենք ղեկավարվում ենք Հայաստանի շահերով։ Եթե մի բան ճիշտ է մեզ համար, ուրեմն դա պետք է անել։ Հուսում եմ այս բացատրությունը ինչ որ մի պարզություն մտցնում է այս հարցի շուրջ, իսկ Եվրոպական միության հետ մի ճանապարհով գնալու կամ անդամակցելու հարցի շուրջ մենք կունենանք դեռ լրացուցիչ խոսակցություն։ Շնորհակալություն։